Բանկալչյան քանի լեզու գիտեք միջանկյալ մի հարց։ Շատ չէ, հայերեն, անգլերեն, ուրեմն պարսկերեն շատ լավ գիտեմ։ Ռուսերեն հասկանում եմ, գերմաներեն մի քիչ խոսում եմ, հասկանում եմ, նաև իտալերեն մի քիչ գիտեմ։ Վրացերեն էլ կիմանաք։ Չէ, այդ մեկը չգիտեմ։ Թուրքերեն էլ, այո, թուրքերեն էլ հանգիստ կարող եմ Պարսկաստանի արևելյան Թուրքիայի թուրքերենը, ոչ թե Ստամբուլի թուրքերենը, որ շատ զարգացած լեզու է ավելի։ Ասում են, որ շատ լեզուներ իմանալը նաև ֆիզիկական ակտիվությունը ուղեղի առողջության համար է կարևոր եւ մարդուն երիտասարդ է պահում։ Այս առումով ձեր տեսակետը եւ ես գիտեմ, որ դուք ֆիզիկապես էլ պատրաստված եք եւ այս տարի էիք, որ դահուկներով գնացել ու զարմացրել էիք։ Այո։ Ուրեմն ինչի մասին է առաջին հարցը լեզուների մասին է։ Լեզուները ինձ շատ են օգնել իմ իմացած լեզուներս, քանի որ ֆրանսերեն էլ հասկանում եմ, եթե կարդալու բան լինի, գերմանական, ֆրանսիական գրականությունից կարողացել եմ օգտվել, անգլիականը չեմ ասում, պարսկական ամբողջ քարտեզագրական գրականությունից եւ արաբականն էլ նույնպես, որաբերեն անունները, բաները հանգիստ կարողանում եմ կարդալ արաբերենով եւ որոշ բաներն էլ հասկանում եմ, որոշ սահմանափակ ծանոթ եմ լեզվին, բայց շատ օգտակար է եղել ինձ, որ տարբեր լեզուներով եմ ես կարողացել հետազոտություններս անձնապես անել, ոչ թե թարգմանությունների միջոցով, ուղղակի բնագիրները նայել կարդալ։ Դա լեզուների տեսակետից թերևս օգտակար է եղել, որ միտքդ ավելի բաց աշխուժ մնա։ Սպորտով զբաղվելս ես դահուկ քշելս սկսել եմ 35 տարեկանում ուշ։ Բայց երբ որ տղաներս 7-8 տարեկան էին, 6-7 տարեկան էին, ասացի, որ սրանք էլ պետք է սկսեն։ Եվ ես որ սկսել էի 1 տարի, հաջորդ տարին երեխաների բոլորով գնացինք դահուկ քշելու եւ շարունակել եմ ամբողջ Պարսկաստանում այդ գործը արեցին քանի տարիներ։ Հետո երբ որ եկա Անգլիա, տեղափոխվեցի առաջին մի քանի տարին իհարկե դժվարություններ կար, թե ֆինանսական, թե ժամանակի վերումով հնարավորությունները չկար, անձնագիրը պարսկական անձնագիր պիտի վզա ստանայինք ամեն անգամ։ Բայց երբ որ թղթերս բացավորվեցին, ֆինանսականս էլ մի քիչ կարողացա, ու 85 թվականից ամեն տարի երեխաներից գոնե 1 կամ 2 անգամ գնացել ենք արձակուրդ 1 շաբաթ 10 օրով դահուկ քշելու արձակուրդի։ Երևանում, Հայաստանում գնում եք Ծաղկաձոր։ Հայաստանում տարիները գնացել եմ Ծաղկաձոր, Վրաստան եմ գնացել Գուդաուրի 2-3 անգամ։ Բայց այս տարի էլ այդ Եղի Պատրուշի այդ Մայլեր բանը բացվեց։ Ապարանի կողմը, այնտեղ էլ անցյալ տարի էլ գնացել ենք, այս տարի էլ ոնց զարմացան։ 10 օր առաջ էր։ Ճիշտ ասած այնտեղ ասին, որ տարիքավորների մեջ ձեղ չկա։ Եթե 60 անցես, չգիտեմ, 10% է, 70 անցես, 20% է եւ այլն, ասին կարի տարեք, որ թվականի ծնունդ եք։ Ասի 1938 է։ Նայեց, ասավ, տեսնեմ, նայեց, ասավ, ճիշտ ասած, մինչև հիմա չէի տեսել 1938-ից։ Անվճար էր։ Անվճար չէր, բայց 14-ը դասավ 4000։ 14000-ը։ Ծաղկաձորում շաբաթ 3 օր անվճար է։ Հրաշալի է, տարիքից բխող դրական կողմերը։ Դա հաճելի սուրպրիզ էր իմ համար, որ այդ կարողանում եմ անել։ Իսկ սննդակարգ, կենսակերպ, այլ բաներ անում եք, որ կարող եք ձեր բովանդակալից այսպես կյանքի գաղտնիքը համարել։ Ճիշտ ասած, ես երբ որ դարձա 70 տարեկան, մոտ կշիռս բավական բարձր ավել, այսօրվանից 10 քանի կիլո ավել էի։ Մտածեցի դա ճիշտ չի։ Բերը իմ ծունկերիս վրա եւ այլս պիտի կշիռամ։ 12 կիլո ինձ նիհարեցրեցի, ոչ արագ, մի 2 տարվա ընթացքում։ Ոնց նիհարեցրեցիք, ասեք մենք էլ կերամ։ Ասեմ անեմ, ժամի 3-ին 7-ից հետո ոչինչ չեմ ուտում։ Նույնիսկ պտուղ, ոչ մի բան։ Դրանով հետո տարիքի վերումով, երբ որ մետաբոլիզմը դանդաղում է, արդեն դու կարիքը չես զգում ուտելու շատ։ Ես իմ համար եմ խոսում։ Ես այն հիմա որ եթե նայեմ իմ 15 տարի առաջվա կերածից համեմատ, ես այսօր ուզում եմ դրա 1/3-ը երևի հազիվ։ Դա ինձ բավարար է։
ուտելիքի հարցում էլ ասկետական մոտեցում։ Ինքն իրան է դասավորվում, բայց պիտի կամքի ունենաս, որ այդ ուտելու ցանկությունը մեկ զսպես կամքի ուժ ունենաս, օրգանիզմիդ լսես, ընդհանուր մարմին, հոգի, միտք, այդ ամեն ինչը պիտի բալանսի մեջ լինի, որ կարողանաս։ Դե չէ կանոնները բոլորս գիտենք։ Իհարկե, ես զեր չեմ տարիքի հիվանդություններից, չգիտեմ, մեկի ճարյան ճնշում դե բարձրանում, մեկի շաքար դե ավելանում եւ այլ։ Թեթև դեղորայքով դրանք հսկողության տակ ենք պահում, որ մնացորդը կարողանամ գործն անել։ Ինձ թվում է, որ երկարակեցությունը եւ իրապես երկարակեցությունը ոչ թե գոյություն ունենալը երբ շատ տարիներ, երբ որ պարզապես որպես մեկ գոյություն ես ապրում 70-ից հետո ուտում խմում քնում ես, դա իմ համար ապրել չի։ Ապրելն է որ դու ուրիշներին օգտակար լինես քո կյանքում։ Միայն դա է։ Գիտեք, ես մի ընդհանուր փիլիսոփայություն ունեմ, որ մենք կյանքի ընթացքում ամբողջ ժամանակ 50-60 տարի մեր շրջապատից բաներ ենք վերցրել, թե գիտություն, թե ամեն տեսակի զգացմունքների եւ այլն, դե պաշար ենք հավաքել։ Երբ որ գալիս ես 70-ի մոտ ես հասնում, պիտի վերադարձնես հանրությանը։ Ինչ որ ձև պիտի վերադարձնես, քո իմացած ձևով։ Մեր շատ հյուրեր դա բնութագրուն էսպես ասում են վերցնել, կրկնապատկած վերադարձնել։ Այո, անպայման պիտի վերցնել, զարգացնել, հետո վերադարձնել։ Պարոն Գալստյան, եմի վերջին հարց, դուք ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ այդ ուլտիմատումը վերջնագիր, որ թորներին եք ներկայացրել, աշխատում է, հաճախ գալիս են, ինչ եք կարծում, կգա ձեր մեծ Գերդաստանի սերունդը շարավիղը հայրենիք։ Հիմա ասեմ ձեզ, ես այո Հայաստանի արդեն 10 քանի տարի է Հայաստանի քաղաքացի եմ, ես առաջիններից էի։ Իսկ թորները այդ ձեր վերջնագիրը կընդունեն կգա։ Այո, թորները մեծ են, մեկը 26 է, մեկը 28 է։ Արդեն մեկը ավարտել է, աշխատում է, մյուսն էլ այս տարի պիտի ավարտի։ Երկուսն էլ ընկերուհի ունեն, դե հայ չեն։ Երկուսն մեկը անգլիուհի է, մեկը բնիկ ամերիկուհի, այսինքն Ամերիկայի հնդիկի խառնուրդ է։ Երկուսն էլ իրանց ասել ենք, որ մենք չենք գալու, դե ուզում եք եկեք, այս անցյալ տարի երկուսն էլ եկան, իրանց ընկերուհիներ էին բերել, իրենք շատ են եկել մինչև հիմա, երևի մի 10 անգամ երկուս տղաներն էլ եկել են Հայաստան, և այս անգամ իրանց ընկերուհիներ էին բերել, և երկուսն էլ շատ հավանեցին Հայաստան, ասին եթե մենք աշխատանք այնպես լինի, որ հեռակա աշխատելու հնարավորություն ունեն, կուզեն կանք ստեղ ապրենք։ Այդ մեկը շատ խիստ աշխատում է, արդեն սկսել է հայերեն սովորել։ Հարսնացուներ է։ Այո։ Հաստատեք, պարոն Գալստյան, հաստատեք, եթե հայերեն սովորում են։ Այո, արդեն երեք գիշեր ժամը 2-ին առավոտ ժանգարը, թե այբուբենն եմ վերջացնում, արդեն մի քանի հատ տառի ճիշտ առոգանություն արտասանելն եմ ուզում իմանամ։ Հրաշալի, հաղթանակ է, ձեր հաղթանակն է։ Իսկ մյուս